Գրանցվել է ավականու 53 անդամ, քվորում ունենք, նիստը հայտարարում եմ բացված։ Նախքան օրակարգին անդրադառնալը հայտնում եմ ձեզ, որ Երևանի ավականու 4 նստաշրջանի հերթական նիստը կգումարվի 2025 թվականի հունիսի 24-ին ժամը 10-ին։ Ավականու հարգելի անդամներ, տեղեկացնում եմ ձեզ, որ օրակարգի չզեկուցվող 10-րդ հարցը հանում եմ օրակարգի նախագծից, որոշակի տեխնիկական անճշտություններ են եղել այս նախագծում։ Ավականու հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է 22 հարց, տրամադրվել է ձեզ, նախագիծը ինչ առաջարկություններ ունեք։ Խնդրեմ։ Ուրեմն օրակարգի հետ կապված կա մեր խմբակցության կողմից առաջարկներ, նախ 5-րդ հարցը Երևան ավտոբուս փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին եւ 6-րդը Parking City Service փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին, այդ երկու հարցերը դարձնել զեկուցվող Ինչ 20 Այսքանը Չէ Գումարած դեռևս ձեր կողմից չհանված դասակարգմամբ 20-րդ հարցը նույնպես այսինքն 5-րդ, 6-րդ եւ 20-րդ հարցները դարձնել զեկուցվող, ինչպես նաեւ 13 եւ 14-րդ հարցերը Սարյան փողոցի եւ Թումայան փողոցի վերաբերյալ կարևոր հանձնաժողովներում ստացվել է բացասական եզրակացություն, այդ հարցերը հանել օրակարգից, բայց ակնկալիքով որ այդ հարցերը գալու են մյուս նիստին, ոչ թե մնալու են հետագայում օրենքի սողանցքով հայեցողական տնօրինելու հեռանկարով։ 3 հարց դարձնել զեկուցվող, 2-ը հանել։ Զեկուցվողը իհարկե կարող են քվեարկության դնել, պարոն Սուքիասյան, զեկուցող դարձնելու հարցը, 13 եւ 14-րդ հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ ընդհանրաբար որոշակի պարզաբանումներ պետք է տրվեն, 14-րդ հարցը, որը վերաբերում է, չէ, երևի սխալ ասացի, գիտեք համարը, 12 եւ 13-րդ հարցերը, չէ, երևի Սարյանի փոստը եւ Թումանյանը, Սարյանի փոստը եւ Թումանյանը, ուզում եմ տեղեկացնել, որ Սարյանի փոստի հետ կապված Երևանի քաղաքապետարանը դեռևս նախագիծ առաջարկ չի ստացել, վաղը առաջին անգամ քննարկվելու է կառավարության մակարդակում փոստի ներդրումային ծրագիրը եւ այս շմակ լսումները տեղի են ունենում որոշ դեպքերում անկախ են հանգամանքից մեզ մոտ դիմում կա թե ոչ եւ մի բան կարող եմ վստահեցնել եւ գիտեմ որ մտահոգությունը այն է եղել որ որևէ բան կարող է քանդվել եւ որևէ բան չսարքվել Երևանի քաղաքապետարանը նման բան թույլ չի կարող տալ երկրորդ հարցը ինչ վերաբերում է Թումանյան փողոցի հանրապետության փողոց այդ անկյունում գտնվող շենքերի նոր բանին նախագծին մոտավորապես 1.5 տարի քննարկվել է Երևանի քաղաքապետարանում եւ հանձնաժողովի մեր քաղաքաշինական խորհրդում կարծիքները կիսվել էին եւ կար կարծիք այն առումով որ պետք է պահպանվի հին շենքը եւ կար կարծիք որ չպետք է պահպանվի, պետք կարող է վերակառուցվել, սա դեռ վերջնական կարելի ասել նույնպես լուծված չի եւ ուզում եմ նորից հիշեցնել որ շմագ լսումները բուն հաստատվող նախագծի հետ միշտ չի որ կապ ունեն, որովհետեւ ես հիշում եմ որ խորհուրդը տվել է մեկնաբանություններ եւ առաջարկություններ ծավալների նվազեցման, որոնք որ օրինակ դուք այս լսումների
նախագծում չեք տեսել, այսինքն լսումների փաստացի այն նախագծերը, որոնք որ լսումների ժամանակ քննարկվում են, միշտ չի որ նրանք են ինչ որ օրինակ Երևանի քաղաքապետարանը կընդունի ապագայում կամ ընդունել է նախկինում։ Իսկ դա մոտավորապես 1.5 տարի է քննարկվում է, այսինքն այստեղ կրկին կարծում եմ էլի որևէ տրամաբանություն չկա հանելու սրանք։ Ինչ վերաբերում է զեկուցվող հարցերին, 5, 6 եւ 20-րդ հարցերը զեկուցվելու վերաբերյալ առաջարկը լսեցինք, ընդունվեց, կդրվի քվեարկության։ Այլ առաջարկություններ, խնդրեմ պարոն Գալջյան։ Շնորհակալ եմ, ես առաջարկում եմ օրակարգի նու թվով կարող արդեն փոխված լինի 267-ն որոշումը չզեկուցվող սարքել, որովհետև իր բովանդակային առումով նույն տրամաբանության մեջ ամենտում ինչ մյուս չզեկուցվողները, չգիտեմ ինչու է այս մեկը զեկուցվող, դրա համար առաջարկեմ սա նույնպես չզեկուցվող սարքել եւ ինչ վերաբերում անդիմության առաջարկներին ես հետեւյալը կուզեմ ասել, հարգելի գործընկերներ, նախորդ նիստում ձեր առաջարկներից մեկի վերաբերյալ դրական քվեարկեցինք եւ փորձը ցույց տվեց, որ ձեր նպատակը ոչ թե հարցերի բովանդակային քննարկումն է, այլ ինչ որ բոյկոտ կամ անկազմակերպվածություն առաջացնելու հնարավորություն ստանալն է, որը որ կարծում եմ մեր կողմից չպետք է թույլ տրվի եւ եթե կային առաջարկներ ինչ որ հարց զեկուցող սարքելու, կարծում եմ դա կարելի է անել ոչ թե քվեարկությունից 1 րոպե առաջ, այլ օրեր առաջ մենք ժամանակին ստեղծեցինք հարթակ դրա համար, որից որ դուք չօգտվեցիք փաստացի եւ այդ հարթակում դուք կունենայիք առավելություն, որովհետեւ պայմանավորվել էինք, որ պետքա ֆրակցիաներից մեկ-մեկ, այսինքն ֆրակցիաների ղեկավարներով որոշում կայացնենք եւ եթե օրինակ 3 ֆրակցիա կողմ լիներ, այդ դեպքում որոշումը կհաստատվեր, այսինքն այդտեղ դուք ըստ էության, այսպես ասած, մեծամասնություն ունենալու հնարավորություն ունեք, որից որ չօգտվեցիք։ Հետեւաբար, այս ֆորմատում, այս ժամկետների մեջ ձեր առաջարկներին մենք դեմ ենք քվեարկելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այլ ֆրակցիաների կողմից, խնդրեմ պարոն Թորոսյան։ Նախ առաջարկում եմ պարոն քաղաքապետ, երբ որ տենց 1.5 տարի ինչ որ կարևոր հարց է քննարկվում, մի քիչ առաջ մեզ ընթացքում էլ տեղեկացրեք էլի ինչա քննարկվում, որ իմանանք, պարոն Գալջյան, հիշում եք այդ երբ որ ինչ որ ձեզ բանա պետք լինում, նոր եք հիշում եւ հիշեցնեմ, որ անցյալ անգամ մեր նիստին, երբ որ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք վերադարձանք դահլիճ հիմա քվեարկելու համար նույն այդ հարցի շուրջ, որը որ իմ առաջարկով դարձավ զեկուցվող։ Դուք չեկաք, հիմա մեզ ասում է սպրոս որն է մեզանից։ Մենք եկանք, դուք չեկաք, հիմա մեզ ինչ եք ուզում ասեք, պարոն Գալջյան։ Այդ զուտ ուղակի ռեմարկ եւ առհասարակ մեր դիրքորոշումը միշտ գիտեք, հիմա տենց անցնում են չզեկուցվողները մեծամասնություն եք հասկացնում եք, բոլոր հարցերն էլ պետք է զեկուցվող լինի։ Դա մեր դիրքորոշումն է անփոփոխ է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Դե որպեսզի ես ընդհանրապես տակը մնում է մի զեկուցվող հարց, Ժորժ ջան, նեղություն չքաշեք, առաջարկում եմ էդ էլ չզեկուցվող դարձնեք, տենակ ինչ ենք անում, էլի ես եկել եմ ստեղ ինչ անենք։ Ինչպես եք առաջարկում, որովհետև պարոն Սուքիասյան, ձեր առաջարկները իրար համերժ են, որ ձեր առաջարկը դնենք քվեարկության։ Ըստ հերթականության քվեարկենք կհասկանանք, էլի։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ունենք 3 առաջարկություն։ Առաջարկություն համար 1, 5, 6 եւ 20-րդ հարցերը դարձնել զեկուցվող, առաջարկություն համար 2, 267N որոշումը, այսինքն 22-րդ հարցը դարձնել չզեկուցվող, առաջարկ համար 3, բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք, Ժորժ ջան, դուք եք առաջարկել։
Ես խնդիր չեմ տեսնում։ Մենք հնարավորություն կունենանք խոսել բոլոր հարցերի բովանդակությունից, նամանավանդ որ այսօր հարց ու պատասխանել ունենք, որևէ ֆորմատով մարդիկ կտեղեկանան ամեն ինչից։ Առաջարկություն համար 1, ովքեր են կողմ 5-րդ, 6-րդ եւ 20-րդ հարցերը դարձնել զեկուցվող։ Շնորհակալություն, առաջարկը չի ընդունվել։ Ովքեր են կողմ 22-րդ հարցը դարձնել չզեկուցվող։ Այո, 22-րդ հարցը դարձնել չզեկուցվող։ Առաջարկը չի ընդունվել։ Ովքեր են կողմ բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող։ Առաջարկը չի ընդունվել, հարգելի գործընկերներ, քննարկում ենք, ինչպես որ նախատեսել էինք։ Ուրեմն Ինչպես արդեն պարոն Սուքիասյանը նշեց, 13-14-րդ հարցերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն, բայց խոսեցինք այդ մասին։ Հաստատում ենք օրակարգը, հարգելի գործընկերներ, քվեարկություն։ Օրակարգն ընդունված է, առաջին հերթին քվեարկում ենք չզեկուցվող հարցերի համար, քվեարկություն, շնորհակալություն, չզեկուցվող հարցերն ընդունված են, օրակարգի 21-րդ հարցն է քննարկվում Երևան քաղաքի ավագանու 25 թվականի մարտի 18-ի 313-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին գլխադասային ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն զեկուցող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյան, պարոն Հակոբյան, մինչեւ 10 րոպե, խնդրեմ։ Հարգարժան